Կընդգրկվի արդյոք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում։ Լևոն Զուրաբյանն այսօր Ազատության այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց։ Գիտեք, եկեք այդպիսի մանր հարցեր չքննարկենք։ Այստեղ ավելի կարևոր է դաշինքի ստեղծումը, միասնական համաժողովրդական ճակատի ստեղծումը։ Թե այդ դեպքում կոնկրետ ես ինչ դերակատարություն կունենամ, դա երկրորդական հարց է։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն նշում է, որ ընտրություններին մեկ միասնական ճակատով հանդես գալու շուրջ բանակցությունները միլիարդատեր գործարարի քաղաքական ուժի հետ շարունակվում են։ Մոտեցումները ներկայացրել ենք բնականաբար Սամվել Կարապետյանի թիմին նույնպես։ Արձագանքում եք Դե խոսակցություն է, շարունակվում է, տեսնենք ուր կգանք։ ՀԱԿ-ի թեկնածուն առաջարկում է համախմբվել եւ կանխել իր իսկ ձևակերպմամբ խաղաղության անվան տակ Հայաստանի ադրբեջանացման Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։ Այն ինչ ներկայացնում է Փաշինյանը Զուրաբյանի համոզմամբ ոչ թե խաղաղություն է, այլ նախընտրական զինադադար, որով Ալիևը ընդամենը ուժեղացնում է Փաշինյանի դիրքերը ընտրություններից առաջ, որպիսի հետո շարունակի Հայաստանը քայքայելու իր քաղաքականությունը։ Փաշինյանն ու թիմակիցները մինչդեռ վստահեցնում են, Հայաստանում վերջապես խաղաղություն է հաստատվել, իսկ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում այդ խաղաղությունը անշրջելի են դարձնելու։ Մենք էլ ենք ուզում այդ հաշտությունը, բայց մենք չենք ուզում դա Հայաստանի ինքնության կորստի գնով, Հայաստանի ադրբեջանացման գնով, այսինքն մենք չենք ուզում, որ այսուհետև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները լուծվեն ոչ թե Երևանում կամ Գյումրիում կամ Ագարակում, այլ լուծվեն Բաքվում։ Ի վերջո, եթե ՀԱԿ-ին չհաջողվի իրենց ծրագրերի շուրջ միավորել քաղաքական դաշտի ուժերին եւ դաշինք կազմել, ապա Զուրաբյանի խոսքով իրենք միայնակ կմասնակցեն ընտրություններին։ 2021-ին առաջին նախագահի կուսակցությունը միայնակ էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ հավաքելով ընդամենը 19,000 ձայն դուրս էր մնացել ազգային ժողովից։ Հայ ազգային կոնգրեսը միայնակ կամ համախմբման մաս կազմելով անպայման մասնակցելու է ընտրություններին։ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին օրերին փաստացի իր աջակցությունն է հայտնում հայաստանյան քաղաքականության մեջ առաջին քայլերն անող Սամվել Կարապետյանին։ Նախ առաջին նախագահը հայտարարեց, որ պարակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է, ապա նրան անվանելով ինքնաբավ եւ կայացած գործիչ, Լևոն Տեր-Պետրոսյանը պնդեց, թե միլիարդատեր գործարարը ընդունակ է իր շուրջը համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից եւ տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը եւ բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Ավելին առաջին նախագահը նաեւ վստահեցրել էր, թե իր հաղթանակի պարագայում Սամվել Կարապետյանը չի հրաժարվի Հայաստանի եւ այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Թե ինչի վրա է հիմնված այս վստահությունը, ՀԱԿ ղեկավարը չէր մանրամասնել։ Ինչու է Տեր-Պետրոսյանն առաջիկա ընտրություններում ունենալով վարչապետի թեկնածու իդեմս Լևոն Զուրաբյանի աջակցում Սամվել Կարապետյանին, պնդելով, որ նա կարող է ձևավորել ուժեղ կառավարություն, գուցե չի հավատում իրենց թեկնածուի հաղթանակին։ Զուրաբյանն ասում է, թե առաջին նախագահն այս պարագայում հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից, փորձելով ապահովել ընդդիմության համախմբումը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Տեր-Պետրոսյանը ես արդեն առիթ եղել է, ասել եմ, հանդես գալով Հայաստանի քաղաքական պատրիարխի դիրքից, դրսևորելով ավելի շատ վերկուսակցական կեցվածք եւ մոտեցում, նախաձեռնել է նաեւ հնարավոր համախմբման գործընթացը։ Քաղաքական ուժերին միավորելու Տեր-Պետրոսյանի առաջարկին Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից կոնկրետ պատասխան չի հնչել։ Գործարարի քաղաքական թիմը միայն նշել էր, թե մեջբերում եմ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր ուժեղ առաջնորդություն։ Փոխարենը օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը նոր մեկնաբանությամբ է հանդես եկել զգուշացնելով, որ Արևմուտքը փորձելու է խանգարել Սամվել Կարապետյանի ընտրությանը։ Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։
Փաստացի, սակայն, գործարար Սամվել Կարապետյանը չի էլ կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Նրա թիմը սահմանադրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում սահմանադրությունը փոխելու միջոցով։